Գյումրու քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված է շուրջ 50 քաղաքացի։ Ընդունելությունն անցկացրեց Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը։ Գյումրիում սոցիալական գլխավոր խնդիրը մնում է բնակարանայինը։ Քաղաքապետարան դիմող մարդիկ ակնկալում են, որ բնակարանաշինության բացակայության պայմաններում իրենց խնդիրներին լուծում կտան տեղի իշխանությունները։ Ոմանց խնդիրները վերաբերում էին նախկինում ստացած բնակարաններին։ Մասնավորապես նախկինում ստացած մեկ բնակարանը դարձել էր դատարանում վիճարկման առարկա։ Ընտանիքին համայնքապատկան բնակարանից վտարել էին դատարանի որոշմամբ նախկին տերերը, որոնք ավելի քան 20 տարի լքել էին այդ բնակարանը չունենալով սեփականության վկայական։ Տեղյակ չէին այդ բնակարանից։ Այնիշ բնակարանում փաստացի ապրող ընտանիքը լինելով պարտաճանաչ վարձակալ կատարել էր կոմունալ բոլոր վճարները, ինչն ըստ բնակչի դատարանն հաշվի չէր առել։ 20 տարի առաջ իրական չափահաս երեխեքից հետ 9 արգանի հետ շենքերն էր, սա վտարային էր, աղբանոց էր, 9-րդ հարկը Վարդան Ղուկասյանը տրամադրեց ինձի, 17 տարի ապրել եմ, այդ կան մեջը, լրիվ կոմունալ մուծումները պատշաճ երել են, պահք չկան տարանպես, այդ տան վրեն, եկան երկրաշարժից առաջվա տերերը, եկան Բալասանյանի ինչ-որ ծանոթներն էին, մեր հավ կտրուն հանելով Ջուարյանի մոտից, այդ դատը հաղթեցին իրանք, հետո ես եկա դիմեցի Բալասանյանին, Բալասանյանը քսեով որ քեզի տունը տվել է, գնացեք Իրանից ուզեք, գնացեք Իրան դատի տվեք, այս տունը քաղաքապետարանի սեփականությունն է, ունցի տրամադրել է Վարդան Ղուկասյանը, բայց հաշվի չառնելով սուտ վկայություններով օրյանի աստիճաններ չեն եղել, եթե աստիճաններ չի եղել, այդ պատճառով իրանք վախեցել չեն ապրել այդ տունը, եթե չեն ապրել 15 տարի, 20 տարի ուտեղ էին, այդ ժամանակ թող կային, ընձի հանեին, ես այդ աղս չեր էին։ Դուք 10 քանի տարվա սաղ ձեր կդրանները ցույց տվեցիք, դատարանը հաշվի չառավ։ Չէ, հաշվի չի արել, որտեղ իրանք ծանոթ էին։ Այդ որ թվականն է որոշումը։ 21 թվականն։ Պատասխանատուները խոստացան խնդիրն ուսումնասիրել եւ հնարավորինս արագ լուծում տալ։ Քաղաքապետարան էին եկել նաև այն քաղաքացիները, որոնք մերժում էին ստացել քաղաքապետարանից, քանի որ ցանկանում էին սեփականաշնորհել պետությունից ստացած երկրորդ բնակարանը։ Քաղաքացիներից մեկն էլ դիմել էր քաղաքապետարան խնդրանքով, որ աջակցեն իրեն 13-ամյա երեխային Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնից ընտանիք վերադարձնելու հարցում։ Երեխայի հայրը նշեց, որ ինքը 3 տարի է քաղաքապետարանի եւ մարզպետի աշխատակազմի միջոցով դիմում է սոցիալական հարցերի նախարարություն, բայց շարունակ մերժումներ է ստանում։ Պատճառն այն է, որ նա 21 օր դիրքերում է լինում, հետո տանը, ուստի երեխային պահող չկա։ Ավետիս Առաքելյանն հանձնարարեց խնդիրն ուսումնասիրել եւ հնարավորության դեպքում երեխային տեղափոխել Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն։ Ուշագրավ է այն, որ Գյումրիում բնակություն հաստատած հայրենազրկված արցախցիներն իրենց խնդիրների լուծումը եւս տեսնում են Գյումրու քաղաքապետարան դիմելով։ Մասնավորապես նրանց խնդիրներն առնչվում են բնակարան ձեռք բերելուն, կահավորանքին, աշխատանք ունենալուն։ Իսկ արցախցի մի կին էլ անձնագիր ստանալու խնդրով դիմեց։ Я прожила в Степанакерте уже 13 лет, ну так получилось, что нас выселили оттуда. Но я уже столько времени не могу получить паспорт армянский. Меня гоняют туда, гоняют сюда. Мне даже документы из посольства пришло, что я не гражданка России. Я никакие деньги не получаю, никакие ничего не помню. А у вас арцахский паспорт есть? Был, но я потеряла его. Когда когда нас вывозили, я потеряла. Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր բաժիններն առանձին եւ հետեւողականորեն ուսումնասիրելու են ընդունելության եկած քաղաքացիների խնդիրները, սահմանված ժամկետում հստակ պատասխաններ տալով։